Ընկերներ, պատրաստենք շատ համեղ փանքեյքեր, ինչպես միջուկով, այնպես էլ առանց միջուկի։ Պատրաստելու ենք մածունով տարբերակը։ Խորը տարայի մեջ լցնում ենք 2 ձու, ավելացնում շաքարավազ ըստ ճաշակի։ Խառնում ենք, ավելացնում 200 մլ բաժակով 1 բաժակ մածուն, մի պտղունց վանիլին, 1 թեյ գդալ սոդա։ Լավ խառնում ենք։ Ապա ավելացնում ենք ալյուրը։ Ես օգտագործում եմ 1 բաժակ, դուք կարող եք օգտագործել ավելի շատ կամ ավելի քիչ ելնելով մածունի ջրիկությունից և ձվի մեծությունից։ Վերջում ավելացնում ենք 2 ճաշի գդալ ձեթ, լավ խառնում և ստանում խմոր։ Միջուկի համար բանանը կտրատում ենք բարակ շերտերով։ Յուրաքանչյուր կտոր ընկղմում ենք խմորի մեջ և տեղափոխում լավ տաքացրած հաստատակ ունեցող թավայի մեջ։ Տապակում ենք երկու կողմից, մինչև գեղեցիկ ոսկեգույն երանգ ստանալը։ Ինչպես ներկայացնում եմ տեսանյութում։ Այսպես թխում ենք մնացած բոլորը։ Սա միջուկով տարբերակն էր, այժմ պատրաստենք առանց միջուկ տարբերակը։ Կախված փանքեյքերի մեծությունից քանակը կարող է տարբերվել, սակայն արդյունքում ստանալու ենք բավականին մեծ ափսե համեղ փանքեյքեր, որոնք կարող եք մատուցել ջեմերի, մուրաբաների, թթվասերի կամ մեղրի հետ։ Բարի ախորժակ։